Այստեղ քննչական գործողությունն է գնում, իրավունք չունեք դուք այստեղ։ Դուք իրավունք չունեք։ Ես դուրս եմ գալիս, հարգելիս։ Հարգելիս, դուք ինձ հետ էստոնով չեք կարող խոսել։ Իրավապահներն այսօր ավելի քան 5 ժամ խուզարկեցին Արմատ մեդիայի խմբագրությունը, որի սեփականատերը ուժեղ Հայաստանի թիմի առանցքային անդամ կալանավորված անդամ Ալեքսան Ալեքսանյանն է։ Ընդդիմադիր լրատվամիջոցի խմբագիրների փոխանցմամբ ԱԱԾ-ի եւ քննչական կոմիտեի քննիչները առավոտից մուտք են գործել խմբագիրների եւ լրագրողների աշխատասենյակներ, արգրավել են հեռախոսներն ու համակարգիչները, մտել են սոցցանցերի իրենց աշխատանքային էջեր, թույլ չեն տվել անգամ զանգահարել փաստաբաններին եւ նրանց բացակայությամբ էլ սկսել են խուզարկությունը։ Ուշագրավը գիտեք որն էր, որ դատարանի որոշում էին ինձ ներկայացրել, որտեղ գրված էր, որ Արմատ մեդիայի խմբագրությունում իրենք փնտրում են հավաքներին մասնակցելու, նյութապես շահագրգռելու կոչին վերաբերող բաներ, աշխատակիցների աշխատավարձերին վերաբերող բաներ, հավաքներին մասնակցելու երթուղիների վերաբերյալ կրիչներ եւ տվյալներ։ Այո, առաջի բանը դա են արել, մի անգամից մտել են համակարգչում մեր սոցցանցի էջեր եւ ինչ ներուշագրավ, որ իրենց հետ բերած կրիչը միացրել են մեր աշխատանքային համակարգչին եւ օրինակ մենք չգիտենք իրենց բերած կրիչի վրա ինչ ինֆորմացիա կար, որը գուցե ներբեռնել են մեր համակարգիչ։ Իդեպ Արմատ մեդիայի թե խմբագիրներին եւ թե լրագրողներին քննիչները տևական ժամանակ թույլ չէին տալիս դուրս գալ իրենց աշխատասենյակներից։ Ներսից եկող աղմուկը խլացնելու նպատակով քննիչները դռան վրայի փոքր անցքը նախ փակեցին կոնֆետի թղթով, ապա այն փոխարինեցին կպչուն ժապավենով։ Դուրս եկեք, սա գործողության սենյակ է, քննչական գործողություն է կատարվում, այստեղ դուրս եկեք։ Երբ լրագրողներին ի վերջո հաջողվեց ներս մտնել խմբագրասենյակ, քննիչները վազքով, պատշգամբով հեռացան հարևան սենյակ։ Իրենք ինչ մտել են այս սենյակ, ես չեմ կարողացել դուրս գալ ոչ այս կողմից, ոչ այն կողմից, եւ մեզ արգելում էին դռնից դուրս գալ, արգելում էին դուրս գալ այն հատվածից, այդքանով ազատությունը սահմանափակված է։ Քննչական կոմիտեից Ազատությանը փոխանցեցին, որ Արմատ մեդիայում այսօրվա խուզարկությունը ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի քրեական վարույթի շրջանակներում է։ Ուժեղ Հայաստանի առանցքային դեմքերից Ալեքսան Ալեքսանյանը օրերս 2 ամսով կալանավորվեց հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Լրատվամիջոցի պնդմամբ մինչդեռ իրավապահները կատվածահար են արել իրենց աշխատանքը քաղաքական դրդապատճառներով։ Սա իշխանությունների պայքարն է ընդդեմ ազատ լրատվամիջոցի, ազատ խոսքի եւ սա պետք է միջազգային հանրությունը կոնկրետ արձագանքի, սա այն նախադեպն է, որը հաջորդեց երեկվա մեծ բանավեճին եւ այս ստացվում է այնպես, որ մեծ բանավեճից հետո որտեղ Նիկոլ Փաշինյանը հստակ պարտվեց իր խոսքով, այսօր արդեն հարձակում գործեց լրատվամիջոցի եւ ազատ խոսքի դեմ։ Սա միայն քաղաքական է։ Ավելի ուշ արդեն Արմատ մեդիա ժամանեցին ոստիկանները, թերևս հսկելու խմբագրության աշխատասենյակի մուտքն ու ելքը։ Նրանք հրաժարվեցին ասել, թե ում կանչով են եկել։ Փաստաբան Լիաննա Գասպարյանը լրագրողների հետ զրույցում պնդեց, խմբագրության խուզարկությունն ուղեկցվել է բազմաթիվ ապօրինություններով, ինչը բողոքարկելու են։ Նաև որոշում կար, որ դռները կնիքեն, որպեսզի անձինք ներս չմտնեն իրենց աշխատասենյակ։ Այդ կերպ հարգելիներս փորձում են ամեն կերպ խոչընդոտել նաև ձեր գործընկերոջ Արմատ մեդիայի գործունեությունը։ Ընտրություններում իշխող ՔՊ-ի գլխավոր մրցակից միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստանի դեմ մի քանի տասնյակ քրեական գործեր են հարուցվել ընտրակաշառքի եւ հավաքներին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու հոդվածներով։